638 Գործանի 3 արտադրամասեր ստացան շարժիչներ պատրաստելու պատվեր։ Առաջին արտադրամասը պատրաստեց ընդհանուր պատվերի 14/25-ը։ Ընդհանուր պատվերը չգիտենք ինչքան է։ Առաջին արտադրամասը պատրաստել է 14/25 մասը ընդհանուր պատվերի։ Երկրորդ արտադրամասը պատրաստել է առաջինի 5/14 մասը, այսինքն 14/25 անգամ 5/14 անգամ 5/14, որն էլ հավասար է 1/5 մասը։ Երրորդը մնացած 240 շարժիչները։ Եթե առաջինը և երկրորդը միասին 14/25 գումարած 1/5 հավասար է 25-ը վերցնենք ընդհանուր հայտարար 14 գումարած 5 19/25 19/25 պատրաստել են երկուսը միասին, երրորդը պատրաստել է 240 շարժիչ, մնացածը։ Որոշում ենք, թե 19/25-ը 100-ի քանի տոկոսն է կազմում։ Բազմապատկում ենք 4-ով, այսինքն 100-ը եթե բաժանենք 25-ի կստացվի 4։ 19 անգամ 4 հավասար է 76, 100-երորդ, սա հավասար է 76 տոկոսը։ 100-ից հանում ենք 76 տոկոսը, հավասար է 24։ 24 տոկոսը կազմում է 240 շարժիչ։ 76 տոկոսն է 240, բաժանած 24 անգամ 100, հավասար է 1000 շարժիչ։ Գնացքը 70 կմ ժամանակությամբ կայարանների միջև ընկած ճանապարհն անցնում է 5 ժամում, որքան պիտի ավելացնել գնացքի արագությունը, որպեսզի այդ ճանապարհն անցնի 3 ժամ 30 րոպեում։ Որպեսզի մենք իմանանք, թե քանի կիլոմետր է անցել 70 կմ/ժ, բազմապատկում ենք 5-ին։ 70 անգամ 5 հավասար է 350 կմ։ Հիմա 350 կմ-ը պիտի բաժանենք 3 ժամ 30 րոպեի, այսինքն 3/1/2 ժամի։ 350-ը բաժանում ենք 3/1/2, սա էլ հավասար է 6/7, 350-ը բաժանած 7/2 հավասար է 350 անգամ 2 7-րդ հավասար է կրճատում ենք 7-ում 350-ը, հավասար է 100։ 100 կմ/ժ պիտի գնա, որպեսզի 3 ժամ ու կեսում անցնի 350 կմ-ը։ Հիմա, որպեսզի իմանանք, թե քանի կմ/ժ պիտի ավելացնի արագությունը, 100-ից հանում ենք 70-ը, 100-ից հանած 70 հավասար է 30 կմ/ժ։ 641 թիվը գրառիր 10-որդական կոտորակի տեսքով և կարդա այն։ 12 12/0, իսկ ստորակետից հետո 0-ն չի կարդացվում, բնականաբար 12-ը գրվում է այնպես, ինչպես որ կա։ 1/1/10, 1/1
1 10-որդական ստորակետից հետո, եթե կոտորակի հայտարարում 1-ից հետո 1 0 է, նշանակում է ստորակետից հետո կարդացվում է 10-որդական։ 25,7 25,7 Աչից 0-ն չի գրվում։ 1,9 Եթե ստորակետից հետո 100-ական նշանակում է տրված թվից առաջ դեպի ձախ գրվում է 1 0 900-ական ստորակետից հետո 2 նիշ պետք է գրվի։ 64,37 Իհարկե նախորդ պայմանում եթե հայտարարում 1 նիշ է 64,37 5,123 1 2 3 նիշ է 3000 0 Եթե կոտորակը կանոնավոր է և ամբողջ մաս չի պարունակում, նշանակում է 10-որդական կոտորակի ամբողջ մասը 0 է և ունենք 1 նիշ 3 հայտարարում ունենք 3 0 նշանակում է 3000-ականը պետք է գրենք հետևյալ կերպ 0 0 3 այսինքն ստորակետից հետո 3 նիշ պիտի լինի, բայց զրոները պիտի լինի թվից առաջ, ոչ թե թվից հետո։ 9,135 1000-ական 88,13 10,000-ական այսինքն պիտի ապահովենք 4 նիշ ստորակետից հետո 0 0 13 10,000-ական և 127,101 10,000-ական 0 101 642 գրառիր 10-որդական կոտորակների տեսքով Ա 5,8 5,8 8,45 0,26 67,100-ական 67,01 7,601 1000-ական 7,601 Բն 0,7 7 9,26 9,26 6,801 1000-ական 400,4 1000-ական 0 0 4 պիտի ապահովենք ստորակետից հետո այնքան նիշ, որքան 0 որ ունի 1000-ը